Կասացեք, որ մի փոքր տարածքից սկսվեց, հա, շատ զուսպ հնարավորություններով։ Հիշում եք այդ փոքր տարածքը մոտարապես որքան էր, քանիսն էին մարդիկ, ովքեր աշխատում էին Շատ քիչ էին, թվով մարդիկ շատ քիչ էին, մասնագետներ ընդհանրապես գրեթե չկար, տարածքն էր շատ փոքր, պատկերացրեք, սա արդեն կհամարվեր պալատ այդ տարածքի համար։ Բայց ամեն դեպքում ես նորից եմ կրկնում, մի տեսակ անվստահություն կար իմ մեջ եւ բնականաբար այդ անվստահությունը նաեւ գուցե եւ եթերի վրա էր ազդում, ասենք որակի վրա, բայց հետագայում կամաց այդ որ ասենք տեսնում էի թե ինչ լրջություն ա մտել, ասենք այս աշխատողների, ինչ լրջություն ա մտցրել Արթուրը Եզեկյանի աշխատողների մեջ եւ այլն, ես արդեն սկսեցի մտածել, որ կարող է ես խանգարեմ իմ անվստահությամբ եւ բնականը ես հիմա եմ ասում, այն ժամանակ երբևէ չեմ ասել այդ բանը, բայց աշխատեցի ավելի լուրջ, հետո արդեն ես ավելի շատ կապվեցի Շանթի հետ, քան Համեկի հետ հեռուստաընկերության։ Դե հայկական հեռուստատեսությունից զգում էին, որ ես ինչ որտեղ գնում եմ, ինչ որտեղ աշխատում եմ, բացակայում եմ հաճախ բան, դրվեց այդ հարցը, ասեցի, եթե կշերքի վրա եք դնում Շանթ թե Համեկ, ես կգնամ Շանթ։ Ինձ ավելի շատ ձգում է Շանթը, քան Համեկը։ Բնականաբար համատեղեցի միաժամանակ, բայց մի փոքր երկար չտևեց այդ ամենը։ Ես որոշեցի, բնական արդեն կային աշխատողներ, տարիներ էին անցել, որոշեցի, որ դե ընտանիքս էստեղ էր ամեն դեպքում, գալ ընտանիքի գիրկը։